Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին։ Ընդլայնված կազմով նիստին բացի ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներից մասնակցել է նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ունեցող Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը, այն դիտարկելով որպես համաշխարհային տնտեսությունում կազմակերպության դերի հետագա ամրապնդման հիմնական գործոն։ Նրա դիտարկմամբ ազատ առևտրին վերաբերող նոր համաձայնագրերի կնքումը ոչ միայն ակտիվացնում է երկխոսությունը, այլև նպաստում է մրցակցության մեծացմանը, բացելով նոր հնարավորություններ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների աճի համար։ Диверсификация транспортной инфраструктуры способна... Տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ առևտրաշրջանառության աճի համար։ Այս համատեքստում կցանկանայի նշել, որ տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները բացում են տնտեսական գործակցության խորացման նոր հնարավորություններ, եւ հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է կարևոր գործոն դառնալ կապերի ընդլայնման եւ տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական կայունության ամրապնդման գործում։ Այս կապակցությամբ ցանկանում եմ ողջունել Ադրբեջանի նախագահի որոշումը Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվող ապրանքների տարանցումն ապաշրջափակելու վերաբերյալ։ Սա մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման շրջանակում ձեռք բերված կարևոր նվաճումներից մեկն է։ Մեր երկրի ղեկավարի կարծիքով ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը կարևոր նախապայման է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար հավասար եւ կանխատեսելի պայմաններ ապահովելու գործում։ При этом особое значение приобретает Միևնույն ժամանակ առանձնահատուկ կարևորություն է ստանում ԵԱՏՄ անդամ պետությունների համար ներքին մատակարարումը երրորդ երկրներ արտահանմանը գերադասելը եւ այս սկզբունքի իրականացման միասնական մոտեցումներ մշակելը։ Համաշխարհային պարենային շուկաների բարձր անկայունության պայմաններում ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական համակարգերի կայունությունն առանձնահատուկ կարևոր է տնտեսական կայունության ապահովման համար։ Կոնկրետ արդյունքների հասնելն ուղղակիորեն կախված է համաձայնեցված գործնական միջոցառումների իրականացումից։ Նրա դիտարկմամբ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար թվային լուծումները կնպաստեն էլեկտրոնային առևտրի գործընթացների պարզեցմանը եւ թվային միջավայրի կայուն զարգացմանը։ в рамках цифровизации Թվայնացման շրջանակներում կարևորում ենք տարբեր, այդ թվում մաքսային եւ տրանսպորտային ոլորտների թվային վերափոխմանը նպաստող նախաձեռնությունների իրականացումը։ Միևնույն ժամանակ կիբերանվտանգության ոլորտում առաջնահերթություն պետք է տրվի տեղեկատվության պաշտպանության համատեղ մեխանիզմների ստեղծմանը, կարևորագույն ենթակառուցվածքների դիմադրողականության բարձրացմանը եւ կիբերսպառնալիքներին արձագանքելու ստանդարտների եւ մեթոդաբանությունների մշակմանը։ Վարչապետի գնահատմամբ նման համապարփակ մոտեցումը կնպաստի վստահության ձևավորմանը, թվային միջավայրի անվտանգության բարձրացմանը։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։